Գևորգ Գրիգորյան եւ Ռոմելա Սարգսյան զույգը բավականին քննարկված է հանրության կողմից։ Նրանք միասին ներկայանում էին նախագծերից մեկում, որտեղ հանդես էին գալիս որպես զույգ, դե իսկ ամիսներ անց հայտնի դարձավ, որ նախագծի կերպարը արդեն իրական է դարձել։ Նրանք միասին են։ Ռոմելան ամուսնալուծվել էր իր ամուսնուց Աշոտից։ Դերասանը շատ հաճախ հուզիչ հրապարակումներ էր անում ինստագրամյան հարթակում, այդպիսով խոսելով իր ափսոսանքի, հիասթափության մասին։ Դե իսկ Ռոմելան եւ Գևորգը ժամանակ առ ժամանակ համատեղ ջերմ հրապարակումներով էին հանդես գալիս, ցույց տալիս միասին անցկացրած երեկոները, միասին ունեցած հանգիստը, միասին թե ինչպես են վայելում գինին եւ այլն։ Սակայն եկավ ժամանակ, որ Ռոմելան դադարեց հրապարակումներ անել Գևորգի հետ։ Գևորգն իր ինստագրամյան հարթակից հեռացրել էր Ռոմելայի մասնակցությամբ բոլոր հրապարակումները։ Չկար որևէ հրապարակում, անգամ նկարահանման հրապարակից արված։ Սակայն Ռոմելան դեռ շարունակում էր լուսանկարներն ու կադրերը խնամքով պահել ինստագրամյան հարթակում։ Եկավ ժամանակ, որ նույն քայլին դիմեց նաև դերասանուհին։ Ռոմելան հեռացրեց Գևորգի հետ ունեցած բոլոր լուսանկարները, տեսանյութերը, այդպիսով եւս մեկ անգամ ապացուցեց, որ նրանք բաժանվել են։ Թեև զույգը մինչ օրս չի խոստովանում իրենց բաժանման մասին, սակայն մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն նրանք այլևս միասին չեն, ինչպես ասում են, Ռոմելան Գևորգի հերթական զոհներ։ Ռոմելան թողեց իր ամուսնուն Աշոտին, ընտրեց Գևորգին, սակայն կարճ ժամանակ անց Գևորգը թողեց նաև Ռոմելային, ինչպես թողել էր տարիներ առաջ շատ ու շատ հայտնի դերասանուհիների։ Մտերիմները փաստում են, որ Ռոմելան այս օրերին շատ դժվար կացության մեջ է հայտնվել։ Նա տանջվում է, տառապում է, ինչ որտեղ ցանկանում է նաև հետ բերել նախկին ամուսնուն Աշոտին, ով սակայն նոր սիրելի ունի։ Ռոմելան կանգնեց կոտրած տաշտակի առաջ, չգնահատեց իր ամուսնուն, չգնահատեց ունեցած ընտանիքը, ընտրեց Գևորգին, ժամանակավոր հաճույքները եւ այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Թե երբ զույգը իրականում կխոստովանի, որ այլևս միասին չէ, երբ այլևս չի թաքցնի իրենց ավարտված հարաբերությունները, դժվար է ասել։ Ասում Նունե ջան, аэропորտ Արմենիա TV-ում չի։ Զվարթնոցումը։ Եվ տեղ ես կանչել։ Եվ ամաչում եմ, բարորդից։ Ինչ ես ամաչում։ Ասում եմ, լիան ճասխալ հասցեով եք եկել։ Այսօր առանց գնաց վարի երկնևի։ Չէ, եկան լիան։ Այս արավոտ կապլուկի պես։ Կորել էին երկելով։ Շատ թարս արավոտ է, թարս խոսում ենք, թարս երգում ենք, թարս հասկանում ենք, թարս խոստումներ եմ տալիս Ռոմիկին։ Գիտեք ինչ է խոստացել, էդին լավ հաջորդ Ինչ ես շանտաժանում, ինչ։ Հենց նոր լիան ասաց, հենց աշխատավարձից տանը։ Աշխատավարձ չէ, Աղքատավարձ, քոնը աղքատավարձ։ Հենց աղքատավարձից տանը, ինձ 15,000 դրամ անես տանել կայա։ գլուխը պատին ա տվել լիան, ոչ հասեր լեզուն պատանվել։ Ես կարող եմ, բայց իրականում աղքատավարձ։ 15,000 դրամ անես տանել կա, գնում ենք իրար հետ առնել։ Գիտ կանգնի է տանը։ Ոնց է դերասանուհին շրջում հեռուստաընկերությունում, տնավորված տապուճկեքով, ոնց որ տանը լինեմ, սենյակից սենյակ պտտվում եմ, այսպես, միշորս միշորի հետ կապ չունի բացարձակ, բայց ես ինքնավստահ եմ, գնացինք պավիլյոն, դերսում արև է և շատ լուսավոր է, այսօր ինչ օր է ասա, լուսավոր է։ Ես մաչուխայիս հետ շատ թույն հարաբերությունների մեջ եմ։ Բա։ Մամայդ ասեցի։ Մաչուխա։ Մաչուխա։ Դա մաչուխա։ Լավ ես, տղաջան։ Մաման որ տեսել աստեղ չես, ինձ քեզ էլ սպանելու է։ Ուր էր սպաներ վրձնեի քեզանից, վայ տենց չէ տեքստը կներես։ Հա, տենց էի։ Ուրեմն թող չիմանա։ Ոնց չիմանա, ոչ եմ Շորերս ինչքան ցուրտ շոր կհագցնելու եք չէ։ Չէ։ Բերել եմ ջինսի շորտիկ եմ բերել ասեցի։ Կոժի շորտիկ չունեմ, կոժի յուբկա ունեի, մոռացա բերել։ Գդարնայի Կակից կարելի է ինք մանեթան
չես ուզում իմանաս։ Ինչ էիր պատմում, Աշողերից էիր պատմում, ինչ անում։ Շողերը սկսել է արամու բաներ անել։ Այդ որ 20 տարի ապրեց խալխի ընտանիքում, այդ ահավոր, չէ՞։ Նոր սկսել է պատմել։ Խալխի ընտանիք։ Բա ինչ։ Խալխի ընտանիքում իրա ընտանիք։ Դու տեղ չունիր գնայր։ Չէ, չունեի։ Դե всё, значит не прибедняйся։ Ունեի, մի հատ տուն կար կարող է այնտեղ գնայի։ Բա գնայր։ Այդ անտեր շունչ եմ, էլի։ Բայց հիմա սոֆային հանգիստ եմ թողա, անցել եմ ուրիշների։ Սոֆայի մազերը էլ չեմ փիտրելու։ Դա դրա համար մաս չի մնացել։ Բայց հետո կողջիկ եմ ես իրականում։ Սենց պուպուշ գալիս է սենց պարկում ակինում։ Մարմարվում է չարկի խարի, բայց ինչ արած։ Իսկ ես օրինակ իմ 30 արծաթն ինձ լավ էի հարմար։ Շարունակում ենք էլի։ Ես իմ 30 արծաթի արմիդային շատ էի սիրում։ Որտեվ իրականում դու օծ ես։ Միացրել ես։ Ուրեմն գալիս ես Արմենիա եւ ATV ընկերություն եւ այստեղ կանգնած է այսպես մի հատ մեր հրաշալի ինստրումենտ։ Այս ինստրումենտով մեր զվուկավիկը գալիս է գործի։ Գալիս է ու ասում է. ես թքած ունեմ ձեր բանտիկների վրա։ Ձեր զվուկերի վրա ես թքած ունեմ երկու անգամ, ինչ? Երկու բանտիկ։ Երկու բանտիկների վրա ինքը մեր թքած ունի, դրա համար ես էլ ասեմ, օքեյ, Արտուր ջան, ես էլ սենց ոտս կդնեմ քո բուրնդուկի վրա ու կասեմ, Արտուր ջան, քո բանտիկների վրա էլ մենք էլ թքած ունենք։ Գիտես, ես էլ էի քո տարիքում սիրահարված։ Ես քեզանից ավելի շատ։ Ես ամեն ինչի պատրաստ էի հորդ կողքին լինելու համար։ Բայց մերս էլ սխալ էր։ Ես չի հասկանում, ոնց կարա սխալ լինի այն սերը։ Բայց մերս էլ սխալ էր։ Ես չի հասկանում ինչի։ Ոնց կարան երկու մարդ իրար սիրի ու դա սխալ համարվի։ Ես չէի լսում ինչ են ասում կողքից։ Նո վանդեղ նստած։ Այդեղ հայկն է նստած, Նարեկը։ Արեք։ Այստեղ ձյաձադամն է նստած, Վահագը։ Նորից ձյաձադամ։ Ձյաձադամ։ Ձյաձլովը խոսքը։ Այստեղ ձյաձլովն է նստած։ Good morning to you։ Դպրոցում հիշում եք ոնց էին ասում good morning to you, good morning, we are glad to see you. Ոնց ասում են, այս բաժակում խմենք կորեկների կենած։ Երկու քորե, Երկուսն էլ մի բոյի։ դեն։ Որևէ ինչ չես ուզում, որևէ կերպ ասա մի հմաչի։ Մտերմանա տանիքի Որտե Թինա ինքը չի ուզում ես մտերմանամ ձեր ընտանիքի հետ։ վայքի Սիրակարծիքը։ Իրակարծինքը բարություն ոչ մեկ չի հարցնում։ Այսի տեսել ես։ Եկանք սկերլա։